Ապրիլի 1-ից արցախցիների որոշ խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք, չեն ստանում կեցության եւ այլ ծախսերի համար հատկացվող սոցիալական աջակցությունը, որը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր։ Աջակցությունը դարձել է առավել հասցեական, դրանից կարող են օգտվել անչափահասները, 18 տարին լրացած, բայց պարտադիր կրթության դաշտում գտնվող, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող, 63 տարին լրացած, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։ Մենք հունվարից մինչեւ մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար տրամադրել ենք 50,000 դրամ, ապրիլից հունիս ամիսը ներառյալ 40,000 դրամ տրամադրենք իմ նշած անձանց, իսկ հուլիսից դեկտեմբեր ամիսը ներառյալ 30,000 դրամ։ Փոխարենը Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար կառավարությունը այլ ծրագիր է գործարկում։ Հրատապ աջակցության հիմքում ընտանիքի իրական կարիքն է։ Եթե ընտանիքում մեկ անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը, ապա ընտանիքը կդիտարկվի շահառու։ Ծրագրին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմելու է 40,000 դրամ, գումարած 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար, սկսած երկրորդ անդամից։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ, ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք գտնվում են պետական հոգացության ներքո կամ բնակվում համայնքային պետական սեփականություն հանդիսացող տարածքներում։ Փակագծերը բացել ովքեր են սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող անձինք, անկատներ, ծերանոցներ, որովհետեւ իրենք լրացուցիչ աջակցություն ստանալու խնդիր չունեն, քանի որ գտնվում են պետության հոգացության ներքո, նաև այն ընտանիքները, ովքեր պետության աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնակարանային ֆոնդում կամ պետության կողմից տրամադրված տարածքներում են բնակվում, որոնք նույնպես խնդիր չունեն բնակվարձ, այսպես ասենք, վճարելու։ Բացի այդ, եթե անձը չի գտնվում Հայաստանում, ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի։ Դիտարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը։ Ընտանիքը աջակցություն չի ստանա, եթե այդ ավտոմեքենայի համար վճարում է 15,000 դրամից ավելի գույքահարկ կամ այն արտադրված է 2017 թվականից հետո։ Միանձնյա սեփականության դեպքում եւս ընտանիքը չի օգտվի աջակցությունից կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավելի սեփականության իրավունք։ Միջոցառմանը արցախցիները կկարողանան դիմել ապրիլի 22-ից։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։